Վարչապետ Նիկոլ Փաշինյան Մերիդիան Էքսպոգետրոն այցելած է ծանոթացած Հայաստանի մեջ այս տարվան հոկտեմբերին գայանալիք կենսաբազմազանության մասին 17-րդ համաժողովի COP17 նախապատրաստական աշխատանքներու ընթացքին շրջագա միջավայրի նախարար Համբարձում Մատևոսյան վարչապետին ներկայացուցած է գետրոնի մեջ իրականացվող շինարարական աշխատանքները, ստեղծվող պայմաններն ու տեխնիկական հնարավորությունները։ Վարչապետը ընդգծած է COP17 բարձր մակարդակով գազմագերբելու եւ անցնելու կարեւորությունը եւ որոշ հարցերու հետ կապված համապատասխան հանձնարարականներ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան ընկերային ցանցերու իր էջին դեսանյութ հրաբարագած եւ գից քրած է Վայոց ծոր մարզի Չերմու քաղաքի ազատամարտիկներու բուրագը բարեգարկված է։ Գերմանիո մեջ Հայաստանի տեսփան Վիկտոր Ենգիբարյան մասնակցած է Եվրոպական միության մեջ մշակութային դիվանագիտության համաժողովին կդերեկացնեն Գերմանիո մեջ Հայաստանի տեսփանադունեն անհանդես եկած է ելույթով ուսումնասիրելով Հայաստանի ռազմավարական թերը Եվրոպան եւ Ասիան գաբող օղակի մեջ թեմայով տեսփան Ենգիբարյան ներկայացուցած է Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականության ուղղությամբ աշխատանքները եւ հերանեկարները Ադրբեջանի հետ հարաբերություններու ղեկավարման եւ տարածաշրջանային հաղորդակցության ուղիներու աբաշրջապակման ուղղությամբ կատարվող քայլերը, ինչպես նաև խաղաղության խաչմերուկ նախաձեռնության եւ TRIP ծրագիրի իրականացման ընթացքը։ Շեշտված է, որ տարածաշրջանի մեջ բացվող նոր հնարավորությունները կարող են հետաքրքրություն ներկայացնել եվրոպական, ինչպես նաև գերմանական ընկերություններուն համար։ Ամերիկայի մեջ Հայաստանի տեսփան Նարեկ Մգրտչյան Ամերիկայի pedagogan քարտուղարության մեջ գարժադեվ զրույց ունեցած է pedagogan քարտուղարության հագասեմականության թիրախման եւ հադորտեն բայկարի հadoop բանակնած Եհուդա Կապլունի հետ։ Զրույցի ընթացքին գողմերը միտքեր փոխանակած են Հայաստան-Ամերիկա համաբարփակ ռազմավարական գործընկերության, ինչպես նաև հանդուրժողականության խթանման, ծայրահեղականության թեմ բայկարի եւ ապադեղեկատվության դարացման կանխարգելման մասին։ Միացյալ Նահանգներու եւ Իրանի միջև այսօր Զվիցերիո Բուրգենշտոկ լեռնային հանգստավայրի մեջ նախադեсված բանակցությունները չեն գայանար հայտնեց Զվիցերիո արտաքին գործ նախարարությունը։ Ավելի գանուխ սպիտակտուն են հայտնած են, որ Ամերիկայի փոխնախագահ Ջեյ Վենսի այցելությունը Բուրգենշտոկ հետաձգված է խնդիրներու պատճառով։ Իրանյան լրատվամիջոցներն ալքրած էին, որ Թեհրան հետաձգած է իր պատվիրակության այցելությունը Զվիցերիա Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումներուն պատճառով։ Ամերիկայի եւ Իրանի միջև պատերազմին վերջ տնող փոխհմբռնման հուշակիրը նախորեն թվային ձևաչափով ստորագրած էին Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ եւ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկյան։ Փաստաթուղթը 60 օր նախատեսած է վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններու համար։ Հուշակիրով հրատատար պետք է հաստատվի նաեւ Լիբանանի մեջ։ Ամերիկայի փոխնախագահ Ջեյ Վենս Զվիցերիա չէ մեկնած մասնակցելու Ամերիկայի եւ Իրանի միջև համաձայնագրի ստորագրության հայտնած է սպիտակտունը։ Ինչպես փոխնախագահ Հայդար Արաձը իր մամուլասուլիսին հարաճիգա տեխնիկական բանակցություններու վերաբերյալ ծրագիրները դակավին ամբողջությամբ չեն համաձայնեցված։ Ամերիկյան պատվիրակությունը պատրաստ է մեկնելու առաջին իսկ հնարավորության բարակային, սակայն այս բանակցություններու գազམ་ակերպչական հարցերը երբեք ալ բարձ կամ կանխատեսելի չեն եղած սպիտակ դան ներկայացուցիչ հայտարարությունը մեջ բերած է CBS News-ը։ Ավելի գանուխ Վենս հայտնած էր, որ Զվիցերիա բանակցություններու մեկնելու ծրագիրները կգրնան փոխվել, քանի որ Իրանն այն երկիրը չէ, որուն հետ հեշտ է պայմանավորվել մեկնելու հարցով։ Ամեն ինչ կախված է անգետ թե իրանցիները հստակ երբ կկարողանան հասնել այնտեղ, ըսած է Վենս։ Իրանի քերակույն առաջնորդ Մուժդաբա Խամեյնեին հայտարարած է, որ թույլատրած է Իրանի եւ Ամերիկայի նախագահի միջև փոխհմբռնման հուշակիրի ստորագրությունը նախագահ Մասուդ Պեզեշկյանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներեն հավաստիացումներեն հետո, որ իրավունքները պաշտպանված լան գահիտնի իրանյան իրնակորձակալությունը։ Իրանի ժողովրդին ուղված գլխավոր ուղերձի մեջ Խամեյնեին նշած է, որ նախագահ Պեզեշկյան որպես ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավար խոստացած է զիջումներու չերտալ, եթե Վաշինգտոն անոր խոսքով չափազանցված պահանջներ առաջացրե։ Քերակույն առաջնորդը ընդգծած է, որ կորզաթիր իշխանությունն ու անվտանգության խորհրդի անդամները իրանյան ժողովրդի իրավունքները եւ թիմադրության ճակատի շահերը պաշտպանելու ամբողջական անձնական պատասխանատվությունը ստանձնած են։ Խամեյնեին հավելցուցած է, որ Ամերիկայի հետ աբակա ուղիղ բանակցությունները չեն նշանակեր թշնամիի թիրքորոշման ընդունում։ Այսօր զուգահեռ Իսրայելի վարչապետը հայտարարած է, որ մտադիր չէ դուրս բերել իր զորքերը Լիբանանի հարավային հատվածեն եւ պիտի պահպանի անվտանգության կոդին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Նետանյահուն այս մասին հայտնեց ելույթ ունենալով Իսրայելի հյուսիսեն հարավ անցնող 60-րդ մայրուղի բացման արարողության ժամանակ։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնեց, որ գիշերը Լիբանանի հարավի շարքմշրջաններուն հարվածներ հասցուցած է եւ շարունակած է թիրախավորել Հեզբոլլա շարժման զինյալներն ու ենթակառուցվածքները։ Այս մասին հայտնեց Times of Israel բարբերականը։ Իսրայելի պաշտպանության բանակեն հայտնած են, որ Լիբանանի մեջ այս գործողությունները իրականացված են Իրանի աջակցությունը վայելող խմբավորման կողմեն հրատատարի թրության բազում խախտումներուն ի պատասխան։ Միևնույն ժամանակ Լիբանանի պետական լրատվական գործակալությունը հաղորդած է, որ Իսրայելի օդային հարվածներու հետևանքով զոհված է առնվազն 16 անձ։ Նշենք, որ օրերս Ամերիկայի եւ Իրանի միջև ձեռք բերված խաղաղության շուրջ համաձայնության շրջանակներու մեջ պաշտոնական Տեհրանը հայտարարած էր, որ պետք է դադարեցնել բոլոր տեսակի ռազմական գործողությունները նաեւ Լիբանանի տարածքին մեջ։ Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողներու աշխատաժամանակը պիտի գրջատվի, ազգային ժողովը ընդունեց աշխատանքային օրենսգիրքի մեջ փոփոխություններու նախագիծը։ Թիմադեդրի էջին հրաբարակած տեսանյութի մեջ Հայաստանի աշխատանքի եւ ընկերային հարցերու նախարար Արսեն Թորոսյան հայտնեց, որ այն ծնողները, որոնք ունին մինչև 12 տարեկան երեխա կամ հաշմանդամություն ունեցող մինչև 18 տարեկան երեխա, պիտի կարողանան գրջատել իրենց աշխատաժամանակը։ Իմաստը երեխաներուն դպրոց մանկաբարձ դանելու համար հավելյալ ժամանակ ունենալն է։ Այս առաջարկը եկած է մեր քաղաքացիներու կողմեն, որը մենք իգադարացեցինք, օրենք ու ուժի մեջ պիտի մտնե նախագահի կողմեն ստորագրվել են հետո, ըսավ նախարար Թորոսյան։ Ցեզի հետ էր Անի Զեյթունցյանը։